Աստված դուրից հնարավորություն տվեց, մենք չենք կարող ասել ինչ է սպասվում մեզ, ինչ է սպասվում եկեղեցում, ինչ է սպասվում աշխարհին։ Լավորել երբեք չի սպասեք, լավորել մի սպասեք։ Իսկ լավորել սպասենք հոգևոր կյանքի համար։ Ուզում եմ կարդալ ինձ համար եւ ձեզ համար, որը շատ ծանոթ համար է Լեռան քարոզում, որ Տեր Հիսուսը խոսեց Լեռան քարոզում, այս խոսքերը գրված է դուք լավ գիտեք Մատթեոս 5, դուք առաջինից կարդամ, բայց հիմնական 8-րդ խոսքերը պետք է կանգ առնեն։ 5-րդ գլուխ Մատթեոս ավետարան առաջին վերսից եւ տեսնելով ժողովուրդ ու երբ նստավ ոնց իր աշակերտները քորը կացին եւ իր բերանը բանալով սովորացնել անոնց ու ասում էր. Իրանի հոգով աղքատներուն Բասանզի երկնքի թագավորությունը անոնցն է։ Երանի սկավորներուն Բասանզանոնք պիտի մխիթարվին։ Երանի հեզերուն Բասանզանոնք պիտի շարանկեն երկիրը։ Երանի անոնց որ անոտի ու ծառավ են արդարության, անոտի ծառավ են արդարության, Բասանզանոնք պիտի կշտանան։ Երանի ողորմածներուն Բասանզանոնք ողորմություն պիտի գտնեն։ 8-րդ խոսքը վերջին իրանություն է։ Իրանի անոնց որ սրտով մաքուր են, Բասանզանոնք տեսնես Աստված։ Եվ հարացանքի համար ասում է որոնք որ հարազում են։ Հիմնական 8 խոսքը ասում է Իրանի անոնց որ սրտով մաքուր են, որովհետև անոնք պիտի տեսնեն Աստծուն։ Այս մյուս իրանությունների մեջ որ կարդում ենք, ոչ մի տեղ Տերը չասեց Իրանի, նրանք որոնք սովորաբար իրանությունը իրոք որ մի մասը, կես իրանությամբ են նրանք, ոչ։ Նրանց համար էլ կա իրանություն, բայց ամենագերագույնը 8 խոսքում որ կարդացին գրված է Իրանի սրտով մաքուր եղողներում։ Նրանք ասում պիտի տեսնեն։ Նրանք ասում պիտի տեսնեն։ Ինչքան կարևոր է սորից համար ու ձեզ համար։ Իսկ սրտի մաքրությունը որտեղից է լինում։ Որտեղից է դա։ Միթե դա ժառանգական է։ Միթե դա մեր ջանկով է։ Որ մենք ջանկանենք, եկան մտածենք, խորենք, որ սիրտը մաքրվի։ Սա բոլորը կատարում հավատքով, զոր ձեռքի տակ խոնարհվում։ Եթե մենք նայում ենք Առակացի 4:23-ում, Առակաց 4:23-ում այսպեսի համար կա։ Գիտեք, ուղղակի հիշեցնում եմ եղբայրներ։ Գիտեք, բայց հիշեցնում եմ ամեն զգուշությունով քո սիրտը պահի, քանզի կյանքի աղբյուրները նրանից են։ Ամեն զգուշությունով չի ասում քո ոտքերը պահի, քո ձեռքերը պահի։ Դե պարզա որ առանց սրտի ձեռքերը ոտքերը չեն կարող առաջ։ Այստեղ ասում ամեն զգուշությունով քո սիրտը պահի, այդտեղից է սկսվում։ Սրտից եղբայրներ քույրեր։ Առաջին կարևոր մեծ գործը Աստծո սուրբ ու գործը եղբայրներ քույրեր սրտի հետ աշխատանք տան։ Ինչքան այսօր դեպքեր կան, եկեք լավ կան, ինչքան լավ կլի վերջի ժամանակներում աղոթքից առաջ անկեղծանանք Տիրոջ առջև։ Ինչքան դեպքերի մենք հանդիպում ենք ձեր կյանքում են, որ մենք ինչ-որ մի բան անում ենք, բայց սրտանք չենք անում։ Ասում ենք ներում ենք, բայց սրտով չենք ներում։ Եղբայրներ քույրեր, ասում ենք սիրում եմ քեզի, բայց սրտով չենք սիրում։ Ինչի համար։ Որովհետև եթե առաջինը կատարվի, որը Տեր Հիսուս ասեց, քո Տեր Աստծուն ինչպես սիրես։ Ինչու՞ եք։ Ինչ է գրված, գրված ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ։ Ինչքան ասու նկատմամբ որ սեր մեծագույն է, այնքան է մյուսների նկատմամբ կլինի։ Եթե դու Աստծուն չսիրես, քո ընկերոջը չես կարող քանզի պես սիրես։ Քո կնոջը չես կարող կամ հակառակը կամ եղբորը կնոջը չես կարող։ Նման դեպքերի մենք հանդիպում ենք, էլի հանդիպենք, Աստվածը որ չհանդիպենք։ Ասում եմ ներում եմ, բայց մի կար ժամանակ հետո բացային ուրիկը չի ներել։ Սիրում եմ քեզի։ Դեր մեզ չկա սերը։ Եղբայրներ քույրեր։ Ունակ ինչքան դեպքեր կա պատացյալը մի չենքան կարողանում իրան խապել, ասում է, գիտես ինչ, իմ խոսքերի մին է, իմ սիրտը քարաջ մաքուր է, իմ սիրտը մաքուր է։ Մեր հրաժեշտները լավ է, բայց խոսքերը որտեղից են դուրս գալիս, թոքերից են դուրս գալիս, սրտից է դուրս գալիս։ Ոնց դու կարող ես անարդ երկով դել վիրավորել, դե դու ասես սիրում եմ քեզի։ Խապկանք է սա։ Եղբայրներ քույրեր։ Ես նորից եմ ասում, ինչ-որ մի հատ եղբայր գիտեք ինչ ասած, մի հատ եղբոր հետ հանդիպեցի, ես եմ մոտ 30 տարեկան, 30 քան տար առաջ բլոգնոտի մեջ գրել տամենը ինչ որ մի հատ խոսք էր եղին կողմից։ Ես զարմանում եմ, ասում եմ, լավ, մի հնարավոր է, այդքան տարի մարդը եղ բլոգնոտի մեջ պայի, որ ընդամենը կարող մի հատ դրանց խոսք է եղել։ Եղբայրներ քույրեր, ինչքան կարևոր է սուր ունենալ այդ սիրտը, որը սներող սիրտ է, որը գտածող սիրտ է։ Եղբայրներ քույրեր, որը խոսքով չի դարինում,
դա կատարում է սրտի խորքից։ Օրինակ հետարքել է, Տեր Հիսուս բացեց մի կարևոր գաղտնիք, Սուրբ Հոգին հիմա էլ է բացում։ Հիմա էլ է բացում շատ բաներ։ Եվ ասեց ժողովրդին ասեց, դուք ասեց շրթունքով չեք անարգում ասում, դուք շրթունքով պատվում եք, այսինքն հարկ եք տալիս, հարգում եք ասում, հարավորում եք իրան, բայց եւ շարունակություն ինչ ասում, ո՞վ բայց ձեր սիրտը երազել ասուց, ասու հետ քիչ կապ չունի, շրթունքով հնարավոր է մարդը պատվել, ասել, բայց իրոք որ սիրտ հեռու ասուց։ Ես վերջերս մեր տեսիկ տեսնող քույրից մեկը ամենա օրեր առաջ էր ասես մամկա եղբայրը Տեր ինձ արտացեց անցած ու ճաղորդի կյանքի եւ եկեղեցում ասեց ես իմ մոտ գրել եմ այդ խոսքերը իմ ժողովուրդս իմ տան մեջ է բայց շատերի սիրտը ինձանից հեռացած է նորից եմ կարդում իմ ժողովուրդս իմ տան մեջ է եկեղեցում է բայց շատերի սիրտը ինձանից հեռացած է եկեք դուք մեկ ամենպես ինձանից անձնականություն անենք մենք եկեղեցում ենք Տիրոջ տան մեջ ենք, արդյոք բոլորի սիրտը ուղիղ Աստծո առաջ։ Մենք մարդուն կարող ենք խաբել, բայց Աստծուն չենք կարող խաբել։ Մենք կարող ենք համոզել մարդկանց, որ այո, իմ սիրտը ուղիղ է, մաքուր է։ Աստված որ մեր սիրտը գիտի, նա գիտի, չեն կարող խաբել, չեն կարող։ Եղբայրներ քույրեր, վաղը միգուցե ուշնի։ Եթե մենք նայում ենք անգամ հին օգտում, Աստված եղել է մարդկանց, եւ գիտեք ինչ ասենք, ով գովել է, որ իրան սիրտ ուղիղ եղել Աստծո առաջ։ Ուզում ենք կարդալ այդ տեղերը, որ գրված են։ Կարդում ենք եղբայրներ քույրեր, գիտե նայեք բանը։ Այստեղ գրված է։ Մարգարեի բանի մեջ թագավոր գրքի մեջ գրված է, երրորդ թագավորած 15-ին 14-ում գրված է։ Երրորդ թագավորած 15-ին 14-ում գրված է։ Սակայն Ասայի սիրտը թագավորի իր կյանքի բոլոր օրերի մեջ Տիրոջ հետ կատարյալ էր, եղբայրներ քույրեր, Տիրոջ հետ գրված է կատարյալ էր։ Ինչքան կարևոր է սա, որ նշանակում է Տիրոջ հետ ինքը կատարյալ էր, Տիրոջ սիրտը կատարյալ էր։ Սողոմոն աղոթքի ժամանակ Սողոմոնը աղոթք էր անում, երրորդ գիրք թագավորած 3:6-ում գրված, 3:6-ից։ Եվ Սողոմոն ասեց. Դու քո ծառայիդ, իմ հորս Դավիթի մեծ ողորմությունների, ինչպես անիկա քո առջևը ճշմարտությամբ, արտարությամբ եւ ուղիղ սրտով քեզի հետ քայլեց։ Արտարությամբ, ճշմարտությունով, ուղիղ սրտով քեզի հետ քայլեց։ Ու անոր այս մեծ ողորմությունը պայծի, որ իր աթոռը ասենք հաստատեցի։ Եղբայրներ քույրեր, ինչքան կարևոր է սա։ Ինչքան կարևոր է ինձ համար, ձեզ համար, որպեսզի վերջ հասկանանք Աստված ուզում է որ մեր սիրտը իր առջև ուղիղ եւ մաքուր լինի։ Երբ որ կարդում ենք Եզեկիելի թագավորության մեջ, Եզեկիելի մարգարեության մեջ, Եզեկիելի 11:21-ը, եղբայրներ քույրեր, 11:21-ում կարդում ենք հետեւյալ խոսքերը, որ գրված են։ Ուզում եմ կարդալ բոլորիս համար։ 11:21-ը։ Բայց անոնց սիրտը իրենց կամքի գարշություններում ու պղծություններում ետևեք կերտա։ Անոնց ճամփան իրենց գլուխը պիտի դառնա։ Իրենց գլուխը պիտի բերե, գսետեր Յովա։ Եղբայրներ քույրեր։ Բայց անոնց սիրտը իրենց գարշություններում ետևից է գնում, անմաքրությունից ետևից է գնում։ Եվ դրա համար ասում անոնց ճամփան իրենց գլուխը պիտի բերե, գսետեր Յովա, գսետեր Յովա։ Եթե մենք սովորաբար նայում ենք Քրիստոսով եղբայրներ քույրեր, եթե մենք նայում ենք Տիրոջ խոսքին, նույն Եզեկիելի մարգարեության մեջ 14-րդ գլխում կարդում ենք հետևյալ խոսքերը։ 14-րդ գլխում որ կարդում ենք Եզեկիելի մարգարեության առաջին խոսքից, նայեք դե ինչ կատարվեց։ Եվ Իսրայելի ծերերի քանի մարդիկ ինձի եկան ու իմ առջևս նստան, մարգարեն ասում։ Եվ Տիրոջ խոսքը ինձ եղավ սերով, հայտնություն է սա։ Հայտնություն է սա, Տիրոջ հայտնություն մարգարեությունը։ Ասում է որտի մարդու, այս մարդիկը իրենց կուրքերը, ուշադիր եղեք, իրենց սրտերու մեջ կանգնեցնեցին ու իրենց անիրավության գայթակղությունը իրենց երեսներուն առջև դրին։ Միթե բնավ անոնց պատասխան պիտի տան։ Ասում է Տերը։ Ինչ է նշանակում կուրքերը սրտի մեջ։ Չի նշանակում, գիտեք ինչ որ մարդը պետք է անպայման կուրքի առջև երկրպագություն անի, ցնկի կա, աղոթք անի, արձանի կա, միջի առջև, դա լինի կուրքապաշտություն։ Ստեղ մենք կարդացինք ինչքան պարզ է գրված, կուրքեր իրանց սրտի մեջ էին կանգնեցել։ Ինչքան դեպքեր կա, եթե Սուրբ Հոգի բացի, այնքան դեպքեր կա, որը եթե մի բանը հավատացյալ համար դա սիրելի է, դա լինի գումարը, դա լինի հագուստը, դա լինի ունեցվածքը, դա լինի ինչ-որ մի բան, որը դրանով ինքը հրապուրված է, եւ դրանով ուրախանում ենք, ուրախանում են։
Ով ժամանակին հիշեք, բան ոմանք ձեր մեջ հնարավոր չի։ Աշխատանքից առաջ անապաշխար ժամանակ, ինչքան քնից շուտ են արթնացել, մի ժամ ավելի, մինչև չպչնվեին, մինչև իրաք եսիմի չանեին, աշխատանքի չէին գնա։ Հիմա նույն հնարավորը, հələ ինչ-որտեղ հավատացյալի սրտում կա, մի բանը, որը կուրտ է, մի բանը, որ նորից սիրելի է, եղբայրներ քույրեր, այստեղ մի կարտացիք ովքեր իրենց սրտի մեջ կանգնեցրել։ Մեկին մեքենանին, մեկին մի ուրիշ բան, մեկին խոստալը, մեկին ինչ-որ նորից մասում վերջոջով, իրա գեղեցկությամբ հրապիրվում, ու շատ հաճելի իրան պես։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, Տեր Հիսուսը հետաքրքիր ասեց, եթե մեկը մաճը բռնել է, բայց եթե նայում, ինձ արժանի չի։ Չասեմ ոչինչ, մի քիչ թույլ տկար հավատացյալ է, ասում ինձ արժանի չի, վերջացավ։ Ինձ նա արժանի չի։ Ով որ եկել է Տիրոջը պաշտում է, բայց հետ է նայում, աշխարհին նայում։ Ղովտիկինը մնաց կիսատ ճանապարհին աղիարձան դարձավ։ Ինչի համար, որովհետև իրոք որ իր սրտում կար Սոդոմ Գոմորը իր հարստություն եղբայրներ քույրեր, դրա համար տեղ չասա։ Թող Աստված բացի մեր աչքեր եղբայրներ քույրեր, որպեսզի վերջերջով մենք հասկանանք, թե այս մարգարեական խոսքերի մեջ ինչ է դրված մեծ բոլորս համար։ Եթե մենք անդրադառնում ենք խոսքերի մեջ հետևյալ խոսքերը որ դրված են, ում եմ անդրադառնալ։ Եղեսե մարգարեն Երբ որ սովորաբար Դամասկոսում էր, Բենադատ թագավորը հիվանդացել էր։ Ազայելին ուղարկեց, որպես զորապետ էր ինչ է։ Ազայելին ուղարկեց, ասեց գնա, Եղեսե ճիշտը կասի մարգարեն։ Ես պիտի առողջանամ, դե պիտի մեռնեմ։ Հետաքրքիր է, մարգարեն նայեց իր աչքերին ու գրված է անթարթ աչքերով, գնացեք արտացեք 4-րդ թագավորաց 8-ը գրված։ 4-րդ թագավորաց 8-րդ 7 խոսքից։ Անթարթ աչքերով նայեց Եվ լաց եղավ, աչքեր ծարծուկ եղավ։ Բենադատ է, սովորաբար են, Ազայելին ինչ ասեց, Ազայելին ասեց, Տեր իմ ասեց, ինչ կատարավ քեզ հետ, ինչ մի բան եղավ, քեզ լացնելու։ Եվ գիտեք ինչ պատասխանեց, ասեց դու որ գնաս, քո թագավորը պիտի մեռնի։ Դու պիտի լես իր տեղը թագավոր։ Եվ Իսրայելի դեմ պիտի պատերազմես, չպիտի խնայես ծերի, երիտասարդի, մանուկի, պատանին եւ պատճառավոր կանանց դրով պիտի ճեղքես։ Ազայելը գիտեք ինչ ասեց, ինք իր վրա զարմացավ, ասեց խեր շուն է, ես այդ բաժանությունը ոնց կարող անել։ Գիտեք ինչ, մարդը կարող իր զարմանա, մի դերեց սերտեսում է, այդպես է արեց։ Մարգարեն սխալ բան չէր կարող ասել, Մարգարեն անունից խոսեց, բացեց վիճակը։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, այն հավատացյալը, որը ձգտում է Տիրոջ մոտենալ, Տերը շատ բան իրան ասել։ Երբ որ կարդում ենք Դանիելին Տիրոջ փառքը որ ելված, գիտեք Դանիել մարգարեն չասեց Տիրոջը, ասեց իմ վայելչությունս, ով իշի դարձավ, ով իշում։ Հիշում եք այդ խոսքը, իմ վայելչությունս ապականության դարձավ։ Մարդկային վայելչությունը Տիրոջ ներկայության արջե ապականության է դառնում, ոչինչ չէ պատահում, մարդը զգում իր վիճակը, եղբայրներ քույրեր։ Դրա համար ովքեր որ Տիրոջը մոտեցել են, ճիշտը խոստով ամեն ասել կամ փոշի եմ, մեկն ասել է որդ եմ, մեկն ասել է այսպես եմ, այո, բայց մյուս ուրիշ դեպքում այդպես բան չես նկատի։ Այդպես բան հնարավոր չի։ Թող Աստված օգնի եղբայրներ քույրեր, որ դրա մեջ նորից եմ ասում եք։ Օրինակ տեսեք, ամեն բանի մեջ Աստված ուզում է որպեսզի մենք սրտանց անենք։ Եթե աղոթք ենք անում, եթե դա սրտի խորքից չի աղոթքը, ել ենք տունել չի Տիրոջը, որտեղ դա սուտ գիտն է հաստատում։ 119 Սաղմոս 58 խոսքում, 119 Սաղմոս 58 խոսքում գրված է. բոլոր սրտովը քո երեսը խնդրեցի։ Ինչի է գրված օրինակ։ Բոլոր սրտովը քո երեսը խնդրեցի։ Որ նշանակում Աստված այդպիսի աղոթք ուզում, որ մի բանի մեջ որ մենք աղոթք ենք անում, անկեղծ անում ենք անային աղոթքի նման, շատերը աղոթքի նման, մենք բոլոր սրտով Տիրոջը խնդրենք։ Միջ անգամ փառաբանությունը, եթե սրտանց չի, դա չի ընդունում, որտեղ էլի Սաղմոսում գրված է։ 86-12-ում գրված է Սաղմոս, 86-12-ը, իմ բոլոր սրտովս քեզ պիտի գովեմ։ Ինչի է գրված, քո բոլոր սրտովս քեզ պիտի գովեմ, եղբայրներ քույրեր։ Աստված օգնի, որ դրա մեջ մենք արտուն ունենք։ Նույնը Եզեկիելի մարգարեության մեջ, որպեսզի մենք տենանք, Աստված ճանապարհ է բացում, որպես սրտերը մաքրվեն իր առջև։ Եզեկիելի 18-29-ում գրված է, Եզեկիել 18-29, տեսեք ինչ ասում։ 18-29 Եզեկիելի մարգարեության 29 խոսքից 18-29 շարունակ սկիզբը տեսեք ոնց է սկսվում, բայց Իսրայելի տունը կսեթե, Տիրոջ ճամփան ուղիղ չէ, ով Իսրայելի տուն, մի դեն ճամփաներս ուղիղ չէ։ Դες մարդիկ ինչ են ասում, չէ որ ձեր ճանապարհները ուղիղ չեն, անոր համար ով Իսրայելի տուն, ձեզ ամեն մեկը իր ճամփաներուն համեմատ պիտի դատեմ։
Ձեր ամեն մեկը իր ճամփանյամը պիտի դատել։ Կսետեք Յովա։ Դարձի եկեք, ու ձեր բոլոր հանցանքներն ետ դարձեք, որպեսզի անիրավությունը ձեր կորստին պատճառ չլինի։ Շարունակությունը։ Ձեր ըրած բոլոր հանցանքները ձեր վրա են նետեցեք, ու ձեզի նոր սիրտ, շարունակությունը տեսեք ինչ ասում, ու ձեզի նոր սիրտ, նոր հոգի ստացեք։ Քանզի ուչու մեռնիկ, ով Իսրայելի տուն, վասազի մեռնողի մեռնելը չեմ ուզեր, կսեք Յովա, ուստի դարձեք ու ապրեցեք։ Եղբայրներ քույրեր, Աստված խոստացել է։ Սիրտը մաքրող է Տերն է, սիրտը փոխող է Տերն է։ Ովքեր հոժարվում են, ովքեր հրաժարվում են բաները, որ հաճելի չի, անկեղծանում են Տիրոջ առջև, Աստված մաքրող է տալիս է սուրբ սիրտ։ Ու այս սուրբ սիրտը չի կարող Տիրոջ հետ չհանդիպել։ Տիրոջ մտերմությունը չզգա, նրա քավությունը չշարժակել։ Ինչի է գրված։ Սուրբ սրտով մեկս մեկ պիտի սիրեցեք։ Ինչի է գրված։ Եթե սուրբ սիրտ չկա, ո՞նց կարող ես մեկին պիտի սիրել։ Ո՞նց կարող է, հնարավոր չի։ Իսկ սերը եղբայրներ քույրեր Սուրբ Հոգուց է, Տիրոջ կողմից է, տարածում ամենքի սրտի մեջ, որ Աստված առատորեն է տալիս։ Ովքեր սրտանց ուզում են։ Ինչի՞ մա Սաղմոսն գրված իմ սիրտս մաքրվի Աստված։ Իմ մեջս ուղիղ հոգին ուղիղ։ Այո, հին ուխտում էր մարդկանց, որ բացվել է ճշմարտությունը, նրանք կարիք ունեց առաջի կարևոր բանը՝ սրտի մաքրություն, սրտի սրբություն։ Այնտեղ արդեն գալիս է անկեղծությունը կամ մեկը։ Թող Աստված օգնի եղբայրներ քույրեր, այս բոլոր բանի մեջ որպես մենք արդյուն լինենք։ Ինչի՞ է դրած պատվիրանքի վաղճանը սերում։ Սուրբ սրտով, բարի խշնկամ կողմ անկեղծ հավատով։ Եթե ինչ-որ բան ուզում եք, որ մեր կյանքում կատարվի, ամեն բան կստի սիրո կյանքից։ Եթե քո սիրտը մաքուր չի, երբեք սովորաբար լավ բանի չես կարող հասնել։ Կատարվում է բոլորը սրտի մաքրությունից։ Այո, Տիրոջ սուրբ աշխատանքը, ամենակարևոր աշխատանքը, որպեսզի մեր սրտերը մաքրեն, մեր սիրտը Տիրոջ առջև ուղղել։ Ամեն բան դիակեղ կգա։ Եկեք ամենեք աղոթենք։